Պահանջատիրական քայլեր թե այս ամենը եւ մենք երբեք չենք կարող մոռանալ, երբեք չենք կարող ուրանալ պատմությունը իմ նախնիները, իմ ապուպապը, իմ տատիկիս մայրը, տատիկիս հայրը, նրանք հայոց ցեղասպանության եղեռնից մազապուրծ եղած մարդիկ են եղել։ Հայլեթի նպատակը հենց այն է, որ մենք պահանջատերենք, հիշողենք եւ պահանջողենք։ Ես այն հայն եմ, ով եկել է այստեղ, ով ուզում է ցույց տալ, որ ինչքան էլ փորձեն այդ քաղաքականությամբ մոռացնել տալ պատմությունը, դա չի ստացվելու, որովհետև կամ ես ու իմ նման շատ մարդիկ, ովքեր նաև այսօր այս երթին են եւ պահանջատեր են լինելու միշտ։ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, որ այս երթերը, այս պահանջատիրական բոլոր քայլերները արվում են միայն մեր նպատակով, մենք չենք ուրանում մեր նախնիներին եւ հիշում ենք եւ պահանջում։ Ես արմատներով այստեղից եմ Վանաձորից եւ կիսապչափ նույնն եմ։ Ցեղասպանության զոհերից են նաեւ իմ տատիկի մայրը։ Անուշ Քավիջան, Ես 21 տարեկան եմ, Անուշ Քավիջյանն եմ, Բրազիլիայից եմ, բրազիլահայ եմ։ Armenian Brazilian։ Կարևոր է երթին միանալը, որովհետև բոլորս միահամուռ կերպով պայքարում ենք ճանաչման համար, որպեսզի ճանաչվի ցեղասպանությունը։ Ես տեղյակ եմ, որ Հայաստանի բնակչության 20%-ը կործանվել է, վերածվել է ցեղասպանության պատճառով։ My great-grandfather, he was from Marash. Իմ մեծ պապիկը եղել է Մարաշից, Արևմտյան Հայաստանից, ցեղասպանության պատճառով իրենք ստիպված են եղել տեղափոխվել Լիբանան, որոշակի ժամանակով են տեղ բնակչություն հաստատել, որից հետո նաև արդեն տեղափոխվել են Բրազիլիա եւ շարունակել իրենց կյանքը այնտեղ։ Հայրապետին, Հարուքեի ճգնավորին, Մելիտոսի եպիսկոպոսին եւ Գևորգազորավարին, բարեփոխությամբ, իշատակավ եւ աղոթում սրբոց նահատակածը, որ կատարեցան ընթացս հայոց ցեղասպանության, բասն հավատո եւ բասն հայրենյաց, որո իշանոք ամենայն սրբոց գործ եւ սրբոց նահատակածը, որ կատարեցան ընթացս հայոց ցեղասպանության, բասն հավատո եւ բասն հայրենյաց, դուր մեզ Տեր եւ ողորմյան Էլիա, Քավիա եւ փողոց մեղս մեր, արժանավորյակությամբ փառավորելս քեզ ընթոր եւ ընծրկոտույն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ 111 տարիներ առաջ իրենց բարքով եւ իրենց կենցաղավարությամբ հեթանոսական թուրքը ասպատակեց հայոց աշխարհը։ Եվ ինչպես որ Սաղմոսում է ասում, հեթանոսները մտան քո տաճարը, պահա այստեղ պահա հասել է, որ Սաղմոս 2-ում մեր ակաժներում շշնջա, թե ով Երուսաղեմի տառապանքները մոռանա, թող նրա աչքը իրեն մոռանա։
Երկար